Սիրելի ընկերներ, մենք գտնվում ենք այս գեղեցիկ շենքի մոտ, որը կառուցվել է խորհրդային տարիներին։ Սկզբում ծառայել է որպես չափուկաշրջի շենք, ինչ որ նման հիմնարկ է եղել խորհրդային Հայաստանում։ Հետագայում Գյումրու քաղաքապետարան, 2019 թվականից կարի ֆաբրիկա, կարի գործարան, Նիկոլի կարի գործարանն է, բայց այստեղ ոչ թե հագուստ են կարում, այլ քրեական գործեր են կարում։ Մարդկանց վրա ուղղակի քրեական գործեր են կարում, որոնցից մեկի մասին հիմա ուզում եմ ես խոսել։ Մասնավորապես երեք ես իմ Facebook-յան ցանցով գրել էի, որ Գյումրիում հերթական կնոջն են Շիրակի մարզում ձերբակալել եւ ձերբակալել են քաղաքական մոտիվներով։ Այսօր ուզում եմ պատմել այդ դեպքի մասին, այն ինչը ինձ հայտնի է այս պահին, ինչից տեղեկացված եմ, որովհետեւ ձեր հետ էլ կիսում եմ եւ դուք էլ պատկերացնեք, թե ինչքան ճղջում է Հայաստանում արտարադատությունը, ինչքան վատ են ծառայում ուժային կառույցները կամ ավելի շուտ չեն ծառայում։ Իրենք ընդամենը Նիկոլ Փաշինյանի կամակատարություններն են կատարում։ Մասնավորապես ինչ է եղել։ Կինը, որի անունը այս պահին չեմ տա, հաշվի առնելով շատ հանգամանքներ, ապրում է Շիրակի մարզում, Ախուրյան խոշորացված համայնքում։ Շաբաթներ առաջ ինքը իր քաղաքական դիրքորոշումն է հայտնել սոցիալական ցանցերով, մասնավորապես նշելով, որ ինքը համակրում է եւ շատ է սիրում Սամվել Կարապետյանին, որից հետո նաեւ իր սոցիալական ցանցի նկարն է փոխել, ուժեղ Հայաստան գրել, հետնապատկերը մեր ձևով, չգիտեմ, այսինքն այդ մարդը արել է այն, ինչը օրենքով իրեն չի արգելում։ Դրանից հետո իր հետ կապ է հաստատել Նիկոլական Տիգրովկա տիկնանցից մեկը Երևանից, ում անունը Էվելինա է, ազգանունը հիմա չեմ հիշում, բայց քրեական վարույթում կա։ Մանրամասները կարող եք նաեւ հետո քննչականից ճշտել։ Այս Էվելինան սպառնում է, ասում է, եթե դու օգնես, աշխատես Սամվել Կարապետյանի կամ մեր ձևովի համար, դու կունենաս մեծ խնդիրներ, այդ թվում կփտես բանդերում։ Դե ինքն էլ բավականին այսպես ուժեղ լինելով հագադարձել է, այդտեղ շատ թունդ վիճել են, որից հետո նշված Էվելինան որոշել է, որ պետք է այս տիկնոջ հանուն ազգանունով Facebook-յան fake page բացի եւ դրանով առ երևույթ հանցավորություն պարունակվող ինչ-որ գրություններ, բաներ գրի։ Կինը տեղեկանալով, տեսնելով, որ իր անունով իսկապես բացված է fake page եւ դրանով շատ սարսափելի այլանդակ բաներ է գրվում, ինքը միանգամից մոտ մի շաբաթ առաջ զանգում է ոստիկանություն 102 եւ հայտնում է, որ այսպիսի էջ կա, որի հետ ինքը կապ չունի եւ ունի փաստեր, որ սա արել է այդ Էվելինան։ Ոստիկանությունը այդ ամեն ինչը լսում է, բայց չի արձագանքում, որևէ գործողություն չի իրականացնում։ Անցնում է եւս մի 4 օր, ինքը տեսնելով, որ բացարձակապես որևէ բան չի կատարվում, չի իրականացվում, ինքը անձամբ որոշում է գնալ ոստիկանության Ախուրյանի բաժին եւ այնտեղ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ Այս ժամանակ ոստիկանության Ախուրյանի բաժնում իրենից հաղորդում չեն ընդունում։ Մի քանի ժամ այսպես կռվելով, մեկը մյուսից նեղանալով, մեկը մյուսին վիրավորելով, այս կնոջից որևէ հաղորդում չեն վերցնում դեպքի հետ կապված, դե հասկանալի է, մեջտեղը Տիգրովկա կին կար, չէին ուզենա այդ Տիգրովկա կնոջը ինչ-որ ձևով վնասեին։ Հետո երբ որ իրեն բարիս բուն իմաստով դուրս են անում ոստիկանության բաժնից, կինը մինչև հեռախոսով փորձում է տաքսի կանչել, հետևից ոստիկանը գալիս է, թե պետի տեղակալը ցեզ ուզում է տեսնել։ Տանում են նես ու արդեն ինքը 60 ժամից ավելի է ձերբակալված է։ Ընդ որում ձերբակալման հիմքում քննիչը գրել է հետևյալը, որ անմիջական կասկածի այդ պահին տխած անմիջական կասկածի հանգամանքներով ձերբակալվել է, բայց այդ պահին այդ կինը որևէ հանցանք չի իրականացել եւ հետեւաբար այդ անմիջական կասկածի ֆակտորը դուրս է գալիս։ Նաեւ այս կարի ֆաբրիկայից մեզ նաեւ պատմեցին, որ այդ կնոջ մասով պատվերն կան, այսպես ուժեղ եղել, որ ընդդուք քննչական կոմիտեի նախագահան անձամբ է զանգարել եւ ասել է ամեն կնով պետք է իրեն ձերբակալեք։
Ինչևէ, ընդամենը մի քանի ժամից կլրանա արդեն 72 ժամը, բայց տիկնոջը դեռևս մեղադարանք նույնիսկ չի ներկայացվել եւ այդ մարդը ուղղակի գտնվում է անազատության մեջ ընդամենը քմահաճույքի արդյունքում։ Դրա համար ենք ասում, որ սրանից պետք է ազատվել, սրանց պետք է միշտ կռիվ տալ։ Իդեպ, քանի որ կինը մեր ձևական աղբերների համակիրն է, եթե կուզենան իրենք այդ կնոջը օգնել, իսկ այս պահին կինը իսկապես օգնության կարիք ունի, թող կապնվեն իմ գրասենյակի հետ, մենք չենք զլանա, մենք չենք մեծամտանա եւ բոլոր հնարավոր տվյալները, տեղեկությունները կփոխանցենք։ Ամենայն դեպս, կարծում եմ, մեր բանջարը ձեր հանճարին վնաս չի։